Վահան Հովհաննիսյանը կամ ինչպես ես էի իրեն դիմում, Վահան Էդվարդիչը իր ինքնատիպությամբ էր առանձնանում հսկայական քաղաքական փորձով, շարմով, գիտելիքների մեծ բազայով եւ շատ լավ խորհրդատու էր, շատ լավ գործընկեր էր, թեկուզ եւ տարբեր քաղաքական կուսակցությունների, թեկուզ եւ որոշ դեպքերում ընդդիմություն իշխանություն հարաբերությունների, բայց դա երբեք չէր անդրադառնում ավագի կարգավիճակով ավելի այն ժամանակ երիտասարդ սերունդի, իմ սերունդի շատ ու շատ ընկերներին, հատկապես խորհրդարանում լավ խորհրդատու լինել։ Մենք շատ առնչվել եւ միասին աշխատել ենք միջխորհրդարանական տարբեր կառույցներում, կոմիտեներում եւ Եվրանեստում եւ Եվրոպայի խորհրդում եւ երկկողմ հարաբերություններում տարբեր երկրների հետ խորհրդարանական կապերի եւ Եվրոպական խորհրդարանի հետ եւ այն հսկայական փորձը, որը նա շատ մեծ հաճույքով եւ մեծ պատրաստակամությամբ կիսվում էր խորհուրդները եւ հաջողված լինելու դեպքում նաև ոգևորության խոսքերը իրականում շատ մեծ հնարավորություն էր տալիս արագ ընկալել, արագ ամբողջությամբ ավելի ու ավելի էֆեկտիվ դարձնել խորհրդարանական գործունեություն, հատկապես որ պետության սահմաններից դուրս մեր խորհրդարանում, մեր տարիներին եղել է մի ոսկե կանոն, բոլորս դառնում էինք միևնույն, այսպես ասած, ճակատի մարտիկներ, միևնույն նպատակի համար երկրից դուրս մեր խորհրդարանի անունից, մեր ժողովրդի անունից խորհրդարանական հարթակներում մեր պետության ու ժողովրդի շահերը պաշտպանող մարտիկ եւ որևէ կերպ դա այսպես Վահան Հովհաննիսյանի մոտ չի նահանջել այդ գաղափարը, ինչ կապ ունի, կարևորը երկիրն է, կարևորը այս մեր առջև դրված խնդրի լուծումն է։ Մենք միասին հետաքրքիր է, որ ինչքան միասին ճամփորդել ենք, բոլոր տեղերում հաջողություն ա եղել։ Մեզ Բաքվում հաջողվել է միասին դուրս հանել հակահայկական բոլոր կետերը Բանաձևից, հենց Բաքվի խորհրդարանում։ Վաշինգտոնում հաջողվել է հասնել նրան, որ հանձնաժողովը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ճանաչի ցեղասպանությունը։ Եվրոպական խորհրդարանում մի շարք այսպես տարբեր բանաձևերի մեջից ընդունելի ձևակերպումներ դուրս բերել։ Երկկողմ տարբեր Եվրոպայի խորհրդի անդամ երկրների տարբեր պատվիրակներին համոզել, բացատրել Արցախյան խնդրի էությունը, ինքնորոշման իրավունքը, այ ժողովրդի ձեռքբերումները եւ ընդհանուր մեր խորհրդարանական խնդիրները այս առումով Վահան Հովհաննիսյանը կարելի ասել անփոխարինելի գործընկեր էր, անփոխարինելի ընկեր էր եւ անկեղծ ասեմ կարոտում ենք։ Ես վերջին անգամ Վահան Հովհաննիսյանին հանդիպել եմ նրանց տանը Բեռլինում, երբ որ Հայաստանի Հանրապետության դեսպան էր եւ ես այցելել էի Բունդեստագ Բնականաբար առաջին հենց Բեռլինում լինելու առաջին հենց օրը թույլտվություն վերցրեցի, որովհետև առողջական խնդիրներն արդեն իսկ բավական վնասել էին Վահան Հովհաննիսյանին, բայց ստացվեց մեր զրույցը, դա վերջին զրույցն էր, ափսոս, շատ ծանր, այսպես ասած, տպավորություններով հրաժեշտ տվեցինք իրեն, ըստ էության ինքը արդեն պատրաստվում էր։ Բայց անկախ այդ վերջին զրույցից, վերջին հանդիպումից, Վահան Հովհաննիսյանը կոնկրետ իմ հուշերում մնացել է որպես աշխույժ, ուրախ, հայրենասեր, պայքարող, հումորով, բարձր ինտելեկտով եւ շատ լավ հայրենասեր մարդ։ Եվ ուրախ եմ, որ այսօր մենք բոլորս հնարավորություն ունենք եւս մեկ անգամ հետադարձ հայացքով հիշել մեր ավագ ընկերոջ եւ նրա անցած հետագիծը։ Մեր ժողովրդի պատմության մեջ, մեր երկրի քաղաքական եւ պետականաշինության պատմության մեջ, որպես կարևոր ինքնատիպ եւ հիշարժան կերպար։